Տարիներ առաջ աղավնատուն տանող ճանապարհը վերջին ուղին եղավ երիտասարդ կնոջ համար։ Ճանապարհին կնոջ վարած ավտոմեքենայի ուղղությամբ կրակ բացվեց։ Ավելի ուշ ավտոճանապարհին ընկած հայտնաբերվեց կնոջ տի։ Քրեական գործով մեղադրանք առաջադրվեց կնոջ ընկերոջը, ում հետ կինը դեպքի օրը ժամադրված էր։ Դատարան գնացած այս աղմկահարույց գործը մինչ օրս չունի դատական վճիռ, իսկ մեղադրյալն արդեն 5 տարի շարունակում է գտնվել կալանքի տակ։ Ով է իրականում սպանել կնոջը, ինչ մանրամասներ են հայտնի դարձել քրեական գործով եւ ինչ բացահայտումներ է կատարել դեպքի վայրում հենց մեր նկարահանող խումբը։ Այս ամենի մասին հենց հերթական տեսաշարում։ Ուղիղ 5 տարի առաջ այստեղ հայտնաբերվեց Արաքսիա Հոչիկյանի ավտոմեքենան հրազենային վնասվածքով, իսկ հենց Արաքսիա Հոչիկյանը ավտոմեքենայի դիմաց ընկած հրազենային վիրավորումով։ 5 տարի կալանքի մեջ գտնվող մեղադրյալ առանց գետ 1 հիմնավոր ապացույցի, բայց միևնույն ժամանակ բազմաթիվ նույնաբովանդակ սցենարով կրակոցներ ավտոմեքենաներին թողնված առանց քննության, ինչ է կատարվել այստեղ աղավնատուն տանող ավտոճանապարհին։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Էջմիածնի աղավնատուն գյուղ տանող ճանապարհին 33-ամյա Արաքսիա Հոչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ հրազենի 2 կրակոց արձակվեց։ Կրակոցներից մեկը դիպավ ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որտեղ էլ հենց գտնվում էր վարորդը։ Կինը դուրս եկավ ավտոմեքենայից եւ երկրորդ գնդակը ընդունեց արդեն իր իսկ մարմնի վրա։ Կեսգիշերն անց ավտոմեքենան վթարային լույսերը միացված ավտոճանապարհին էր, իսկ կինը ընկած ավտոմեքենայի դիմացի հատվածում։ Ճանապարհով անցնող 2 երիտասարդները տեսնելով կայանված ավտոմեքենան արգելակեցին ու կնոջը փորձեցին ուշքի բերել։ Կարծեցին, թե կինը ուշագնաց է եղել։ Հենց այդ ժամանակ ճանապարհի մյուս կողմից երիտասարդներին վազելով մոտեցավ Շահեն Վաղարշակյանը, ով ճանաչեց կնոջը եւ տեսնելով նրա վիճակը տեղափոխեց վերջինիս մոտակա բժշկական կենտրոն։ Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը իբրև սպանության մեջ կասկածվող Շահեն Վաղարշակյանը ձերբակալվեց։ Դեպքից անցել է ավելի քան 5 տարի, սակայն մինչ օրս դատական վերջնական ակտ գործով առկա չէ։ Շահեն Վաղարշակյանի մայրը մեծ զրույցում պատմեց իր որդու եւ սպանված կնոջ միջև եղած սիրային կապի մասին, ինչպես նաեւ դեպքի օրը տեղի ունեցած բոլոր մանրամասները։ Պարզվում է, որ Շահենը Արաքսիայի հետ տևական ժամանակ ընկերություն է արել, սակայն որոշ ժամանակ հետո զույգը բաժանվել է։ Բաժանման պատճառը ըստ Շահենի ընկերների եւ հարազատների եղել է կնոջ մեկ այլ տղամարդու հետ նորաստեղծ կապը։ Մոսկվայից իրար հետ ծանոթացել են, գնացել են, եկել են իմ տունը, իր մաման ա եկել, ծնունդ են եկել, իր Շահենից ծնունդին եկել են, գնացել են երեխեքը։ Ասենց գնալ գալ են եղել։ Հետո իրար հետ ավտո են առել իրար հետ, գնացել են, եկել են, հետո այս աղջիկը սիրածա ունեցել։ Շահենից հետո սիրածա ունեցել, Շահենը դիմացել է կռվել է։ Շահեն Վաղարշակյանը եւ Արաքսիա Հոչիկյանը դեռևս Ռուսաստանում արտագնահաշտանքի ժամանակ շուրջ 5 տարի առաջ ծանոթացել են իրար հետ, ընկերացել են եւ ամուսնական կյանքով որպես մեկ ընտանիք ապրել են Ռուսաստանի Դաշնությունում։ 2019 թվականին իրենք տեղափոխվել են Հայաստան։ Շահեն Վաղարշակյանը ապրել է Աղավնատուն իրենց տանը, իսկ Արաքսիա Հոչիկյանը իր մորական տանը նորմալ հարաբերությունների մեջ են գտնվել, սակայն Արաքսիա Հոչիկյանը 2020 թվականի օգոստոս ամսից մեկ այլ տղամարդու հետ էր ծանոթացել եւ արդեն Շահեն Վաղարշակյանի հետ շփումը դադարեցրել էր։ Դրանից Շահեն Վաղարշակյանը նեղվել էր, իր սիրած աղջիկը որ իրան մերժել է եւ որոշակի անախորժություններ էր տեղ ունեցել։ Բայց դա օգոստոս ամիսը նշեմ, որ շուրջ 4-5 ամիս դեպքից առաջ է։ Շահենը ջղայնացել է իր մամայի վրան, այդ աղջիկը որ հա փախել է, Շահենը գնացել է, ասել է ինչի համար է էլի փախնում, ասա թողա իրար հետ խոսանք։ Զույգի բաժանմանը հաջորդեց 2020 թվականի պատերազմը, որի ժամանակ Արաքսիա Հոչիկյանի նոր զուգընկերը զոհվեց։ Արաքսիա Հոչիկյանի մյուս տղամարդուն իմ վստահորտը չի ճանաչել, մի անգամ է հանդիպում ունեցել իր հետ, դա եղել է դեպքից 6 ամիս առաջ։ Դե խոսակցություն ա եղել, դրանով ավարտվել է։ Այսինքն փաստացի իրար տեսել են, հանդիպել են։ Այո, իրար տեսել են, բայց այդ տղան զոհվել է Ղարաբաղյան այս պատերազմի 20 թվականի պատերազմի ընթացքում։ Այդ զոհվելուց հետո, որ իրանք արդեն նորից իրանք շփումները, ոնց որ ասած, վերականգնել են։ Սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբերի 22-ը որևէ շփում չեն ունեցել Արաքսիա Հոչիկյանը եւ
Շահին Վաղարշակյանը դա հիմնավորված է քրեական գործով, հերոսի վերծանումներով եւ այլն։ Ամսի 22-ին դեկտեմբերի իրենց կապը նորից վերսկսվել է։ Դեպքից հետո Շահենն ու Արաքսյան կրկին վերականգնեցին իրենց հարաբերությունները։ Ինչպես պատմում է ընկերը, Շահենը շատ ոգևորված էր այդ փաստից եւ ցանկանում էր հանդիպել ընկերոջը այդ առիթը նշելու համար։ Որպես ընկերական իրանց ամեն մի խոսակցությունից կուրս եմ ելի։ Ինքը գիտեմ, որ վիճել էր այդ աղջկա հետ, Արաքսիայի հետ։ Հետո այդ անցավ մի քանի օր զանգահարեց, ես ճիշտ ասած Երևանում աշխատում եմ։ Ասեց Սերոպ, ասեց լավ լուր ունեմ, ասել, ասեց Շահեն ինչ է ելը, ասեց Արաքսիայի հետ բարիշել եմ։ Ասե ավելի լավ, ասե երբ խմենք այդ առիթով, ասեց երբ կուզենալ։ Դե ասի թող մնա վաղը կակրած, ասի շուտ եմ գալու տուն։ Հաջորդ օրը գնացիմ գործի, զանգահարեց նորից, ասեցին Սերոպ, երկար կտևի ձեր գործը, ասի չէ, ճիշտ ասած, ասի հետա դուրս եմ գալի։ Եկամ ճիշտ ասած մի քիչ անպամած եղանակ էր, մինչև հասամ գյուղ անձրև եկավ։ Մեքենան էլ ցածր էր։ Դե զանգեցի, ասի Շահեն ջան, կլինի դու առաջ անցած, այդ մեքենայով չեմ կարող գամ ձեր մոտ, էլ ինքն է ֆերմայում էր մնում։ Ասա արստե համ կզրուցենք, համ էլ մի բաժակ բան կհյուրասիրեմ, կգնանք։ Ասես լավ, հետա ես մի քիչ հետո կմոտիկանամ։ Այդքան բան, հետո ես լսեցի, այսինքն լսելով չէր, գիշերվա ժամը 2-ն էր, անց էր։ Եկան ինձ բերման ենթարկին, տարան բաժին նորընդ ես իմացա, որ էցև դեպքա պատահե, բայց էլ իմ հավատը չի գալի, որ Շահենը առած կլինի։ Արաքսիայի հանդիպելու պահով ճիշտ ասած ինձ ասել էր, որ պետք է հանդիպեմ, բայց կոնկրետ այդ օրը որ պետք է հանդիպեր, ես չէի, ինքը գալիս էր Մերյանը, որ մենք իր հետ խոսայինք։ Ինքը սիրում էր իրան, մինչև այդ, եթե ինքը այդ քայլին եի մտածելով անելու էր կուզենար վատություն կամ սպաներ կամ որ մի բան, ինքը պետք է շուտ աներ, ոչ թե բարիշեր, ինքը ասում է այդ օրը որ զանգեց ինձ շատ ուրախ էր։ Ես էլ զարմացա, ասե Շահեն ավելի լավ ասե, որ բարիշել եք էլ իր հետ։ Դեպքի օրը 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Շահենն ու Արաքսյան պայմանավորվում են հանդիպել իրենց մշտական վայրում։ Սակայն այս անգամ զույգերի հանդիպումը տեղի չի ունենում։ Այդ աղջկա հետ արդեն ծանոթացել են, մի օր եկել այստեղ խոսացել են իրանք, մենք ֆերմա ունեինք դաշտը, ինքը նետում էր դաշտը գալիս էր։ Հա, այդ մի օր եկել է, գնացել է, հաջորդ օրն էլ պետքա գային, իրար հետ ժամադրվել են, զանգել են, խոսացել են։ Այս աղջկա եկել է, հասել է Ֆրանկանոցի այս դաշտերը, արդեն անհասանելի է եղել, իմ տղեն էլ կանալի վրան է եղել։ Քրեական գործով հիմնավորվել է, որ Շահին Վաղարշակյանը մշտապես գտնվել է իր նշված գոմում, իր մոտ նաև այցելել է Սրափ Փանոսյանը իր ընկերը, շուրջ 1 ժամ կոֆե են խմել, զրուցել են, Շահին Վաղարշակյանը սպասել է իր ընկերուն Արաքսիա Ղոչիկյանին։ Զանգերով վերծանումներով հիմնավորվել է, որ ժամը 20:36 վերջի զանգն ա եղել Արաքսիա Ղոչիկյանի հեռախոսահամարից Շահին Վաղարշակյանին, որ ես արդեն հասնում եմ, դու որտեղ ես, Շահին Վաղարշակյանն ասել է, ես արդեն Ասոսնի մոտ եմ, քեզ եմ սպասում։ Այդ ընթացքում Սրափ Փանոսյանը իր մեքենայով բերել է այդ Ասոսնի խաչմերուկում, իջացրել է Շահին Վաղարշակյանին։ Զանգելը անհասանելի է եղել, ասել է ինչ է լավ իրան, որ ասենք անհասանելի է, ասեց հեսա հասնում եմ, այս կրուկը էլի շոշը, արդեն թեքվում եմ, այդ թեքվելուց արդեն իրան խփել են այս աղջկան։ Իմ տղեն էլ այդ կանալի վրան է եղել։ Հա, հետո մի հատ ձեն է լսել իմ երեխեն, ձենը լսել է, առաջացել է։ Ստեղից էլ կլինի մի 150 մետր իրանից։ Ըստ փաստաբանի Շահենը լսել է Արաքսիայի ճիչը եւ շտապել ավտոճանապարհի այն հատված, որտեղ կայանված է եղել ավտոմեքենան։ Հասնելով դեպքի վայր տեսել է ընկած Արաքսիային եւ երիտասարդներին։ Մտածելով, որ կինը իրեն պարզապես վատ է զգացել եւ ուշագնաց եղել, ներկաները փորձել են ամեն կերպ ուշքի բերել վերջինիս, քանի որ ձմռան այդ ուշ գիշերային ժամին վիրավոր կնոջ վրա արյան հետքեր տեսանելի չեն եղել։ Ինքը Շահին գորոցն է լսել։ Որ Շահեն, ասում եմ լսեցի Շահեն, կրակոցի ձայն չի լսել։ Ինչը տարօրինակ է թվում վարույթ իրականացնող մարմինը, բայց հիմա որ մարդը չի լսել, ხო չի ասելու որ լսել եմ։ Գլուխը թեքել է դեպի այդ ուղությամբ, որտեղից Լեռնամերձից մեքենաները պետք է գան, տեսել է որ լույս էր վառված մեքենայի։ Ու վազելով գնացել է անթառաջ, դա շուրջ 200 մետր հեռավորության վրա է։ Վազելով որ եկել է մեքենային անթառաջ, տեսել է որ մի հատ էլ մեքենա կա կանգնած։ Ջորի տեսակի 2101 տեսակի ավտոմեքենա եւ 3 տղամարդ։ Ասել նախբեր, ինչ ա եղել բախբեր, չգիտենք, դեկտեմբերի 25-ին ժամի 8:30, դե այն ժամանակ շատ մութ է։ Հա, այտենց խոսացել են, բան ինչ ա եղել, բայց չգիտենք։
Երեսների խփել են, ձուն են քսել երեսներին, բան իմ տղեն տեսել է ավտոյի, ասել է, տենամ ավտոյի մեջը ջուր կա, հələ լսեն, կարող ուշը գնացել է, բայց իրանք չգիտեն որ խփած է։ Ինքը մոտեցել է, ասել է ճանաչում եմ այդ աղջկան, իմ ընկերուհինն է, ստուգել է զարկերակը, բանը կենթանի է եղել, որովհետեւ վնասված չի եղել տեսանելի, որ հրազենային վնասված կա։ Օգնել են ձուն են շփել, հեռախոսն են գտել, աղջկա վերցրել են, ասել է ես իրան կտանեմ հիվանդանոց։ Այդ տղաներից Արաբո Թումանյանը եւ Ռուբեն Մկրտչյանը արձակնվել են նույնատիպ նույնաբովանդակ ցուցմունքներ են տալի, որ այո, մենք եկանք մեքենան վարելով գալիս ենք, տեսանք, որ Նիսսան ավտոմեքենա է կանգնած, վթարային լույսերը վառվում են, եկանք դանդաղ անցնում ենք, տեսանք աղջիկը հանգած, ասում է, եթե մի քիչ արագ գային, կարող է իր վրով անցնեինք ավտոմեքենայի դեմը։ Կանգնել ենք, իջել ենք, օգնություն եք ստվել եւ ներքևից Շահին Վաղարշակյանն ա եկել։ Շահենը կնոջը տեղափոխեց բժշկական կենտրոն, որտեղ էլ իրեն տեղեկացրին, թե կինը հրազենային վիրավորում ունի։ Արաբո Թումանյանը ասել է, եկեք զանգենք շտապ օգնություն։ Ըստ իր ցուցմունքների Շահինը ասել է, չէ, շտապ օգնություն չզանգենք, ես իրան շուտ կտեղափոխեմ հիվանդանոց։ Օգնենք բարձրացնեմ, ինքն էլ օգնել է բարձրացրել է աղջկան տեղավորել են հետևի նստարանին եւ արագ անմիջապես մեկնել է դեպի հիվանդանոց։ Ինքը իր մատը հիմա մի հատ ծաղկի իր ուշը կեթա, ինքը Արունից վախենում է, ինքը չի տեսել Արունը։ Հետո որ ինքն էլ իր չոքին դրել է, ինքը շատ չաղ աղջիկ էր, դրել էր իր չոքի վրան Արուն էր եղել։ Արդեն էդի միլիցիայությունն է տեսել, որ չոքի վրան այնտեղից ինձանից շորեր ուզին, ես է շորերն ուղարկել եմ, տեսել եմ, որ վրան Արուն կա։ Ինքը չի մացել, որ իրան խփել են։ Այս տղեկին էլ տարան խոսալ տվեցին, բան, որ մենք, հա, վկա էլի, մենք այստեղ ենք եղել, բան, այդ է։ Ճանապարհին արդեն Արաքսա Ղոչկյանի հեռախոսահամարից Շահին Վաղարշակյանը զանգել է իրանց ընդհանուր ծանոթին, Աշխեն Տեր-Ղազարյանին, որը աշխատում, որը Արաքսա Ղոչկյանի ընկերուհին է, աշխատում է դեղատանը։ Շահին Վաղարշակյանը ասում է, ես իրան համարը գտա, զանգեցի, որպեսզի ավելի շուտ կլինի ես հասնեմ դեղատուն, ինքը չգիտեր, որ կրակված սպանված է մարդը։ Մտածել է, որ վատ ազգացել իրան ինչ-որ մի բան է տեղ ունեցել, որ բժշկական օգնություն ցույց տան։ Իսկ Աշխեն Տեր-Ղազարյանը նշել է, որ այո, Շահին Վաղարշակյանը Արաքսա Ղոչկյանի հեռախոսահամարից զանգ արեց ինձի, ասեց, որ Արաքսյան վատ է, իրան լավ չի զգում, բերեմ ձեր մոտ։ Ես էլ ասացի, որ դեղատանը չեմ, տունն եմ, ավելի լավ է տար հիվանդանոց։ Անգամ Շահին Վաղարշակյանը տեղափոխել է հիվանդանոց, օգնել է պատգարակը, բարձրացրել են, տարել են օգնություն ցույց տալու, սակայն արձանագրվել է, որ Արաքսա Ղոչկյանը արդեն մահացել է։ Դեպքի օրը Շահեն Վաղարշակյանին դեպքի վայր էր տարել ընկերը։ Նրա պնդմամբ Շահենի մոտ հրազեն չի եղել, ոչ այդ, ոչ էլ նախորդող օրերին։ Ինքը զենք ոչ ունեցել է, ոչ կրել է, հələ դաժե ինքը Արունից էլ էր վախենում, որ Արուն էր տենում, վախենում էր։ Գնացինք իրար հետ կոֆե էինք խմում, այդ ընթացքում Սերոփի հետ էր խոսում, տիշներ Սերոփին տենար, կոֆե խմանք բրցանք, ասես ախպեր, ինձ իջցնես ներքև, ասի հա, վերել եմ իջցրել եմ ստե։ Որտեղից է գոմերը այն կողմ։ Հա, գոմերը այն կողմն, այն կողմից ես իմ ավտո վերել եմ իրան, իջցրել եմ ստե։ Հետո էլի ինքը հեռախոսով խոսում էր։ Ինքը շոշ անցավ այնա, ես էլ իջել եմ ներքև։ Իջե գնացել եմ տուն։ Ում հետ է խոսում ընկերոջ։ Չէ, այդ բանը ոնց որ այդ աղջկա հետ էր խոսում, չէ, ընկերոջ հետ գոմերն էր խոսում։ Պայմանավորվել էր, որ դու տեսնի, դու գիտեք, որ դու Չէ, դա չգիտեի, որ աղջկա հետ հանդիպի, բայց գիտեի, որ ընկերություն են անում իրար հետ։ Քննություն, որի ժամանակ չհայտնաբերվեց ոչ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ոչ էլ հիմնավոր ապացույց, ինչը կվկայեր Շահեն Վաղարշակյանի մեղավորության մասին։ Գործի նյութերում դրվել է մեկ հեռախոսային խոսակցություն, որտեղ Շահեն Վաղարշակյանը վիճել է Արաքսիա Ղոչկյանի հետ իր նոր սիրեցյալի վերաբերյալ եւ գրել, որ կսպանի Արաքսիային։ Հենց այս տողերն են, որոնք վարույթն իրականացնող մարմինը կցել է գործի նյութերին իբրև ի հավաստում նրա, որ Շահեն Վաղարշակյանը կարող էր կատարած լինել ենթադրյալ հանցանքը։ Գնացել է Շահինս իրանց մամայի մոտն, այս աղջիկը փախել է գնացել է Արաքսել։ Շահինս ասել է, որ բռնել եմ կսպանեմ։ Էս մի բերանը։ Բայց իմ տղան չի սպանել իրանը։ Մի շարք վկաներ, որոնք խոսել են դեպքի օրը Շահենի հետ, ավելին եղել են Շահենի կողքին, բոլորը հարցաքննվել են, տվել հավաստի ցուցմունքներ, նկարագրել դեպքը, սակայն դրանք որևէ հիմք չեն հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի համար, գործի ընթացքն ու զարգացումը այլ կերպ փոխելու համար։ Ունենք մենք երկու կարևոր ականատես վկա՝ Ռուբիկ Մկրտչյան եւ Արաբո Թումանյան, որոնք հենց անմիջապես դեպքից հետո ժամանել են դեպքի վայր։
Դեպքի վայրում ոչ մեկ չի եղել է մեքենան կանգնած, դուժողը գետնին ընկած։ Իրանք տեսել են, զարմացել են, եկել են օգնություն են ցույց տվել։ Այդ ընթացքում Շահին Վաղարշակյանն է ներքևից մոտեցել իրանց արդեն։ Իրանք օգնություն ցույց տալուց։ Այդ ժամերը եւ րոպեները շատ կարեւոր են ապացույցները գնահատելու համար։ 20:36, ինչպես նշեցի, Շահին Վաղարշակյանը եւ Արաքսա Ղոչիկյանը վերջի զանգից հետո օգնությունը ցույց տալուց եւ Աշխեն Տեր-Ղազարյանի զանգելուց անցել է 8 րոպե։ Պատկերացնում եք, այդ զանգեց, ասաց ես գալիս եմ, արդեն իրանք օգնեցին, ժամանակա չէ ասում այդ։ Վկաները ասում են դա տևել է 3-ից 5 րոպե։ Որ մենք օգնություն ենք ցույց տվել, տեղափոխել ենք ավտոմեքենա, Շահին Վաղարշակյանը տարել է հիվանդանոց։ Ես այդտեղ նստած էի, ինձ զանգարեցին Արաբոն, կողքի յուղից, Ֆրանկանոց, Ամբերտ յուղից։ Զանգարեցին, ասին այստեղ մատյաները կանգնած, ավարյունները միացրած։ Իջանք, որ օգնություն ցույց տանք, տնայինք ինչ ա եղել։ Ներքևից մեր Շահին անունով տղա եկավ։ Ու ասեց ծանոթ է, վեկարեցին, դրեցինք ավտոն ու ինքը գնացել է հիվանդանոց տարավ։ Ով էր, ասի հորքուրից տղեն է Շահինը։ Իրանց ասելուց հետո զանգել եմ Շահինին, ասեց Արաքսային տանում եմ հիվանդանոց, չգիտեմ ինչ ա եղել։ Սիրում էին իրար հետ արդեն դզդել էր իրանց հարաբերությունները, նորմալ էր։ Ոչ մեկն չի իմացել որ կարակա։ Դաժե հիվանդանոցն չեն իմացել որ կարակած ա եղել այդ աղջկա վրա։ Մահացել է, նոր իմացել են, որ ներքին անանավությունով մահացել է։ Վերջի զանգից իրա 20:36-ից մինչև 20:53, 15 րոպե հետո Շահին Վաղարշակյանը հասցրել է հիվանդանոց։ Իսկ վարույթ իրականացնող Մարմինը ինչ ասում, ասում է դա սաղ սուտ է, Արաբ Օթումանյանը սուտ ասում, Ռուբիկ Մկրտչյանը սուտ ասում, այդ կամերաները դա տեղի ունեցել 40 րոպե, չգիտեմ ինչ, սենց անհեթեթ պատճառաբանություններ են բերում։ Հարազատների եւ փաստաբանների խոսքերը ստիպեցին մեզ շտապել դեպքի վայր, որտեղ էլ հենց տեղի էր ունեցել կնոջ դաժան սպանությունը։ Պատկերացում կազմելու համար, թե ինչ հեռավորության վրա է տեղի ունեցել դեպքը։ Աղավնատան գյուղի Նասոսնի կոչվող հատվածնա, Խաչմերուկնա, Շահին Վաղարշակյանի գոմերը են կոմն են։ Ինքը որ եկել է Սրափանոսյանը իրան ավտոմեքենայով իջացրել է Խաչմերուկում, Շահին Վաղարշակյանը եկել է այստեղ կանգնել է, սպասել է իրանց Արաքսա Ղոչիկյանի հետ մշտական հանդիպման վայր է եղել։ Շահին Վաղարշակյանը գտնվել է այս հատվածում, այն ժամանակ Նասոսնին չի աշխատել։ Ձմեռ ա եղել եւ մութ ա եղել։ Երբ որ ինքը ձենը լսել է Շահեն, թեքվել է Շահին Վաղարշակյանը, տեսել է որ ավտոմեքենայի լույսեր ա վառվում։ Եվ այստեղից ոտքով արագ քայլերով վազելով հասել է դեպքի վայր։ Գործի նյութերում իբրև ապացույց են դրվել նաև արգասիքի հետքերը, որոնք հայտնաբերվել են Շահեն Վաղարշակյանի մարմնի վրայից։ Սակայն ինչպես պնդում է փաստաբանը, դրանք եղել են կետային եւ կարող էին փոխանցվել Արաքսիա Ղոչիկյանի գրկելու արդյունքում։ Քննությամբ հիմնավորվել է, որ արդեն այս դեպքից 5 օր առաջ իրանք լավ հարաբերությունների մեջ են գտնվել, ակտիվ իրար հետ հանդիպել են։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված միակ ապացույցը, որը վկայում է, որ Շահին Վաղարշակյանը ինչ-որ կրակոցի հետ կապ ունի, դա այն արգասիքներն են, որը դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել է։ Ինչպես գիտեք, ցանկացած հրազենից, երբ որ կրակոց է արձակվում, ինքը արգասիքներ է թողում պղինձի, անտիմոնի, այլ քիմիական տարրերի։ Շահին Վաղարշակյանի ձեռքերին որոշ մատներին եւ հագուստի եւ թշի մի հատվածում կետեր է հայտնաբերվել։ Նայ, դա շատ կարևոր հանգամանք է, այսինքն եզակի կետեր են հայտնաբերվել, ավելի շատ պղնձի, 1-2 վայրում անտիմոնի։ Ասլա հնարավոր է, որ ես դիպած լինեմ այդ վնասվածքներին, քանի որ մենք ունենք ինչ Արաքսա Ղոչիկյանի վրա հրազենային մոտիկ, ես նշեցի միջև 1 մետր հեռավորությունից կրակոց եւ ավտոմեքենայի վրա էլ ունենք վնասվածքներ, որոնց Շահին Վաղարշակյանը բնականաբար դիպել է այդ հատվածներին։ Այդ փորձագետների հարցը բարձրացրել են վարույթ իրականացնող մարմնին, դատախազին բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, որ այդ փորձաքննությամբ կարևորագույն ապացույցը դուք դրել եք միակ ապացույցը, որ Շահին Վաղարշակյանը առնչություն ունի հիմնավոր կասկած կա այդ դեպքին, դատաքիմիական փորձաքննությունն է, չէ՞։ Դուք այդ նույն փորձաքննությունը նշանակեք եւ այդ հարցը տվեք փորձագետին։ Հնարավոր է քիմիական տարը փոխանցվի իրան դիպելուց անձին տեղափոխվի։ Պարզ է բոլորին եւ պարզ է հասկանալի, որ ինքնաձիգից 2 անգամ է կրակոց տեղի ունեցել։ Ինքնաձիգից երբ որ կրակոց են արձակում, իր արգասիքները պետք է շատ լինեն դեմքին, ձեռքերի հատվածներում, պետք է շատ տարածված լինի։ Չի կարա ինքնաձիգը պատկերացնում ենք 2 հատ կրակոց լինի եւ մի հատ կետեր մի քանի հատ լինի։ Փորձագետները նախաքննության ընթացքում այդ հարցին չեն պատասխանել։ Մոր պնդմամբ որդուն ձերբակալելուց հետո ծեծի են ենթարկել։ 3 օր
միլիցայցուն իրան ծեծել են։ Այդ որ բռնել էին, 3 օր ծեծել են։ Վիզար որ դու ես, ինքն ասա ես չեմ, ոնց վիզարն եմ, որ ես եմ։ Հետո էլ որ բերել են գյուղը, այդ բանի նայելու, ասում է պատրոնը վեկալել են, ասում է վեկալ ձեռդ քեզ նկարենք, ասում է որ ես չեմ, ոնց նկարեք ինձ։ Խի ես չեմ ասել, ասում է չէ, պետքա վեկալես։ Ինքը չի վեկալել։ Ես դատավորին ասում եմ, բայ այդ 5 տարվա մեջ դուք չկարաք այդ մարդին գտնեք էլի, այդ ոնց ուրիշ մարդիկ խփում են, ռոպեական բռնում են։ Այդ ոնց էլա որ այսքան տարվա մեջ է ոչ մի բան։ Իմ երեխան անմեղ է։ Ինչի համար ուրիշի տեղ եթե 5 տարի մնա։ Աղավնատուն գյուղի հենց նույն ավտոճանապարհին, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական սպանությունը, նախորդող, ինչպես նաև հենց այդ օրը կրկին հնչել են կրակոցներ ավտոմեքենաների ուղղությամբ։ Դրա մասին մեզ պատմեցին գյուղի բնակիչները։ Իրենց խոսքով բոլոր գործերը անհասկանալի պատճառներով գնահատվում են իբրև գույքի վնասում, հաշվի չառնելով, որ կրակոցները արձակվել են ավտոմեքենաների վարման ընթացքում վարորդների ուղղությամբ։ Ասեցին որ դողսեցի ա եղել, իած ավտոյի վրա կրակոց ա եղել։ Մեր գյուղից մի քանի օր առաջ մեր գյուղացու ավտոյի վրա են կրակել, արտավազի ավտոյի վրա են կրակել 2 հատ, մի հատ ավտոյի բագաժնիկին էին խփել, մի հատ ակին էին խփել։ Օրինակ մի անցած տարի է եկել այդ կրակոցը տեղից։ Տեղել է կրակոցն, գյուղը ելել է, մեկի ավտոյի վրա են կրակել, բան։ Լսել եմ, այդ հատվածում լսել եմ, ճիշտ ասած ես պատերազմի եմ մասնակցել, այստեղ չեմ հելել, չեմ անում, ինչ որ մինչև իմ գալը պատերազմ ասում եմ, շատ է կրակոցներ էլ է։ Ամեն դեպքում լսվում է կրակոցներ, կոնկրետ չենք իմանում, որտեղ ինչ է գիշերվա ու ժամին դաշտից գալիս ենք հոգնած։ Մոտավոր որ ժամերին է լինում։ Ուշոտ, ժամը ձև 11-ից ենք ում։ Ամառը, բայց ձմեռը կարող է ժամը 8-ից 8-ը երբ մնում է այդ վախտերը։ Բոլորն էլ գիտեն, որ Շահին Վաղարշակյանը մարդասպանը չի, այլ մարդասպանը ինչ որ մի անձնավորություն է, որին չեն կարող գտնել։ Մարդիկ անհանգստանում են, մարդիկ վախենում են գիշերները այդ հատվածով գնալ։ Նույն AK-74 տեսակի ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել մեքենաներից եւ հետքերը փորձագետները տվել են այդ սույն վարույթի նախագծության ընթացքում, որ կրակոցները 2 հատ կրակոց է, մարդիկ ընտանիքով ավտոմեքենայով գնում են 2 հատ կրակոց է եղել։ Վնասվել է մեքենան։ Այն մյուսը մարդը գնում է իր հենց դիմար կրակոցա տեղի ունեցել, ելի գրված է, որ AK-74 տեսակի ինքնաձիգից է կրակված։ Նույն տարածքում մեկը դեպքից կես ժամ առաջ վկաները կան, գործի մեջ կան այդ ապացույցները, ցուցմունքները։ Դուժող պետք է ճանաչվեն այդ անձինք, սակայն վարույթ իրականացնող մարմինը ինչ է անում, ասում է, չէ, դա սպանություն չի, դա գույքի դիտավորյալ ոչնչացում է, վնասում է։ Այսինքն մեքենայի վրա կրակում են մեջը մարդիկ են, ասում են, հետո անհայտեցություն է, էլի։ Փաստաբանը ենթադրում է, որ դեպքի օրը կինը լսելով կրակոցը արգելակել է ավտոմեքենան եւ միացնելով վթարայինները դուրս է եկել ավտոմեքենայից։ Հավանաբար տեսնելով կրակոց արձակող անձին, կինը փորձել է թաքնվել ավտոմեքենայի հետևում եւ գնացել դեպի ավտոմեքենայի առջևի հատված, ինչի ընթացքում էլ հանցագործը հասցրել է մահացու գնդակը արձակել։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ մեքենան ուղղված է դեպի առջևի մասը Աղավնատուն գյուղ, կրակոցը եղել է աջ կողմից, ինքը աջ ղեկա մեքենան, որ վարել է Արաքսա Ղոչիկյանը, աջ կողմից վերևից է կրակոցի ուղղությունը, կպել է հետևի դռան, 2 հատ կրակոց է տեղի ունեցել, մեկը կպել է դռան հետևի վարորդի կողմից նստած դռանը եւ մտել է այն մյուս դռան մեջ գնդակը մնացել է, ըստ էության ապացույցները վերլուծելով հասկանում ենք, որ կրակոցի ձայնից այդ լսելով Արաքսա Ղոչիկյանը ավտոմեքենան կանգնացրել է, վթարային լույսերը միացրել է եւ դուրս է եկել ավտոմեքենայից։ Արդեն դուրս գալով հանցագործին տեսել է ինքը իմ պատկերացումով եւ դա հիմնավորում է քրեական գործով, հանցագործին տեսնելով փորձել է փախնի խուսափի իրանից, գնացել է դեպի մեքենայի առջևի հատվածը։ Հանցագործը հետապնդել է իրան 1 մետր հեռավորությունից կրակել է Արաքսա Ղոչիկյանի ուղղությամբ հետևից ու սպանել է իրան։ Այսինքն Շահին Վաղարշակյանը 8 րոպեում պետք է 200 մետրանոց գա իրան իջացնեն, չէ, առանց ինքնաձիգ ինքը գալիս է դե, ինչ գնալու է Բարսելոնա կհասցնի Բարսելոնա գյուղի վերևի հատվածը, որտեղից որ ավտոմեքենան պիտի գա, ինքնաձիգը ինչ-որ մի տեղից վերցնի, կրակոցն արձակի, տանի ինքնաձիգը պայի, բոլոր այդ վայրերը սա շներով, չգիտեմ, ոստիկաններով, գյուղացիներով ման են եկել, ոչ մի զենք չեն գտել։ Շահին Վաղարշակյանը
չէր կարող այդ սպանությունը իրականացնել։ Հաշվի առնելով ներկայացվող մանրամասներն ու տեղեկատվությունը մենք կապ հաստատեցինք սպանված 33-ամյա կնոջ մոր հետ։ Մեր զրույցի ընթացքում մայրը հուզվեց, խնդրեց հարցեր շատ չուղել։ Ցավը, որի հետ ապրում է ինքը, որևէ մեկը չի հասկանա։ Իսկ երկարատև դատական process-ները օր-օրի ավելի են բարդեցնում մոր հոգեվիճակը։ Նորը դատարանում էլ ասեցի, որ ասի ես մայր եմ, ես գալիս եմ 5 տարի, ասի դադը չեք վերջացնեմ, ամեն անգամ կարծեմ լսում եմ դադին այդքան բանը լսում եմ, նույն բաները լսում եմ, ես էլ 2 հատ ծանր վիրահատություն եմ տարի, վատ եմ, վատառողջ եմ, ես հիմա այս պահին շատ վատ եմ արդեն, չեք պատկերացնեմ, որովհետև ես դադից 2 շաբաթ առաջ, 2 շաբաթ հետո ինքան վատ եմ տանում, ինքան վատ եմ ելնում, դուք չեք պատկերացնում իմ վիճակը, ես մայր եմ, իմ ճիշտ հարկապեք բալես։ Որքանով է հնարավոր, որ հանցանք կատարած անձը մինչ օրս գտնվում է ազատության մեջ, իսկ անձնով իրականում փորձել է փրկել կնոջ կյանքը 5 տարի արդեն առանց դատավճռի կալանավորված է եւ գտնվում է անազատության մեջ։ Դատական գործընթացներ, որոնք տարիների պատմություն ունեն։ Առաջիկայում նախատեսված է դատական նոր նիստ։ Ինչ տեղի կունենա այս նիստի ժամանակ եւ արդյոք դատավորը այսքան տարի անց վերջապես կկայացնի արդար դատավճիռ։ Այս եւ շատ այլ հարցեր, որոնք մնացել են դեռևս 5 տարի առաջ քննվող քրեական վարույթի առանցքում, կիմանանք հետևելով միայն այս պատմության հետագա զարգացումներին ու դատավարությանը։ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ ծեծին նախորդող ժամանակահատվածում երիտասարդների միջև ծագել է վիճաբանություն, ինչից հետո պարզաբանումներ ստանալու համար կողմերը կրկին են հանդիպել։ Տուժող երիտասարդին դաժան ծեծի ենթարկելուց զատ հանցավոր խմբի անդամները գլխի վայր նրան գցել են փոսը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք վիճաբանություն սկսեցին, ինչի հետևանքով նրանցից մեկի առողջությանը պատճառվեց թեթև վնաս, իսկ մյուսի նկատմամբ կատարվեց ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի անդամները պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպեցին ու սկսվեց ծեծկռտուք, որը ավարտվեց սպանությամբ։ Վայք համայնքի բնակիչները եւ Մասիս համայնքի բնակիչները 2024 թվականի հոկտեմբերի ամսին ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու նպատակով վարձակալական հիմունքներով բնակվել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում եւ հոկտեմբերի 8-ին վիճաբանություն է առաջացել նշված անձանց միջև, որը շարունակվել է արդեն հոկտեմբերի 9-ին կեսգիշերն անց ժամը 1-ի սահմաններում։ Արդեն հոկտեմբերի 9-ին ժամը 1-ի սահմաններում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկում Վայք համայնքի բնակիչները վիճաբանել են Մասիս համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում փոխադարձ կռիվ է եղել եւ միմյանց հարվածներ են հասցրել այդ 4 անձինք եւ Վայք համայնքի բնակիչների հետ եղել է եւս մեկ անձ, որի ինքնությունում դեռևս քննությամբ չի պարզվել։ Եղբայրներից վրեժխնդիր լինելու համար երիտասարդները սպասել են ավտոճանապարհի հենց այն հատվածում, որտեղով վերջիններս պետք է անցնեին, եւ տեսնելով նրանցից մեկին կանգնեցրել են մի քանի հոգով հարձակվել ու սկսել ծեծի ենթարկել երիտասարդին։ Տվյալ վիճաբանության հետ կապված Մասիս համայնքի բնակիչներին պատժելու եւ նրանցից վրեժ լուծելու նպատակով արդեն Վայք համայնքի բնակիչները արդեն 2024 թվականի հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում իմանալով կոնկրետ տուժողների երթուղին նշված հատվածով անցնելու հանգամանքը եւ ժամանակահատվածը սպասել են եւ սկզբից եկող եղբորը կանգնեցրել են, ավտոմեքենայից իջեցրել, ծեծել են եւ իրենց շատ լինելու հանգամանքով պայմանավորված եղբորը ինտենսիվ ֆիզիկական ներգործություն ունենալով տեղափոխել են ճանապարհի եզրային հատվածում գտնվող բետոնե պատի մոտ։ Չսահմանափակվելով միայն ծեծկռտուքով երիտասարդները տուժողին գլխի վայր նետել են փոսը, ինչի հետևանքով էլ ստացված ծանր մարմնական վնասվածքներից տուժողը հիվանդանոցում մահացել է։ Վայք համայնքի վերնշված 2 բնակիչներ եւ քննությամբ դեռևս չպարզված 2 անձինք Մասիս համայնքի բնակիչներից մեկի ձեռքերից եւ ոտքերից բռնած վիճակում դեպի ներքև դիրքով նետել են դեպի փոսը։
որի հետևանքով տվյալ անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տվյալ անձը Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է։ Տուժածի եղբայրը վարել է եղբոր ետևից եւ հասնելով նշանակետին տեսել է, թե ինչպես են մի խումբ անձինք եղբոր ոտքերից ու ձեռքերից բռնած գցում նրան փոսը։ Մասիս համայնքի բնակիչ եղբայրներից մեկին փոսը նետելու ժամանակ դեպքի վայր է մոտեցել նաեւ երթուղու մեջ գտնվող եղբայրը եւ տեսել է այն հանգամանքը, որ իր եղբորը քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք, ինչպես նաեւ այգ համայնքի երկու բնակիչները ոտքերից եւ ձեռքերից դեմքով դեպի ներքև բռնած դիրքով նետել են փոսը։ Դա տեսնելուց հետո ավտոմեքենան կանգնեցրել է դեպքի վայրում, իջել է ավտոմեքենայից եւ այգ համայնքի բնակիչները երկու հոգին եւ քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին ծեծի են ենթարկել մյուս եղբորը եւ պատճառել առողջության թեթև վնաս։ Հանցանք կատարած անձանց մեղադրանքներ են առաջադրվել։ Վայք համայնքի վերանշված երկու բնակիչներին մեղադրանք էր ներկայացվել նաեւ խմբի կազմում Մասիս համայնքի բնակիչ հանդիսացող երկու եղբայրներից մեկին ապօրինաբար կյանքից զրկելու, իսկ մյուսին առողջության թեթև վնաս պատճառելու համար։ Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ձեր էկրաններին հայտնված հեռախոսահամարներին կարող եք գրել կամ զանգ տալ, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։